Այս Սաղմոսը շատ եմ սիրում եւ ուզում եմ նորից ձեզ համար ընթերցել։ Այնքան գեղեցիկ են այս խոսքերը, որ ընթերցելուց հետո անընդհատ մտածում ես, թե ոնց խուսափես ամբարիշտ մարդկանցից։ Կխնդրեմ շատ ուշադիր լսեք։ Եկեք ընթերցենք Սաղմոս առաջի գլուխը ամբողջությամբ։ Ճշմարիտ երջանկությունը երանելի այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի համաձայն չի գնում եւ մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում եւ ծանր անողների աթոռի վրա չի նստում, այլ նրա հաճույքը Տիրոջ օրենքի մեջ է եւ ցերեկ ու գիշեր մտածում է նրա օրենքի մասին։ Նա ջրերի հոսանքի մոտ տնկված ծառի պես է, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին եւ նրա տերևը թառամելով չի թափվում եւ ամեն ինչ որ անում է հաջողվում է նրան։ Այսպես չեն ամբարիշտները, այլ նման են հարդի շյուղի, որ ցրիվ է տալիս քամին։ Սրա համար ամբարիշտները չեն կարող կանգնել դատաստանի մեջ եւ ոչ էլ մեղավորները արդարների ժողովում, որովհետեւ Տերը ճանաչում է արդարների ճանապարհը, մինչդեռ ամբարիշտների ճանապարհը պիտի կորչի։ Տեսնում եք ինչ հիանալի խոսքեր են, անկախ քեզանից հեռու ես մնում այդ մարդկանցից։ Խորհուրդ եմ տալիս անընդհատ ընթերցեք Սաղմոսները եւ կտեսնեք թե ինչքան եք լցվում Տիրոջով։ Այսքանը լավ եղեք, Հիսուս Քրիստոսով եղեք։